Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ խոսել անպատժելի սուտի գողականների, օրենքով գողերի եւ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանի կողմից օրենքով գողերի, սուտի գողականների եւ հանցավորության դեմ տարվող անողոք պայքարի մասին։ Մասնավորապես քրեական հեղինակություն Վանաձոր քաղաքի բնակիչ Արտյոմ Ջունգլիներցին, Արտյոմ Վալերիկի Հարությունյանը, մականունը Արտյոմ Ջունգլիներցի, մի որոշ ժամանակ առաջ Վանաձոր քաղաքի հիվանդանոցում սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ է հնչեցրել բժիշկների, բուժքույրերի եւ մյուս բուժաշխատողների հասցեին, եւ այդ ժամանակ Արտյոմ Ջունգլիներցուն, քրեական հեղինակություն Արտյոմ Ջունգլիներցուն վնասազերծել է Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանը։ Այդ ժամանակ այդ Ջունգլիներցի Արտյոմը, տխրահռչակ Ջունգլիներցի Արտյոմը բռնություն է գործադրել Վահրամ Խաչատրյանի նկատմամբ եւ այդ գործը ներկայումս քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Արմեն Պողոսյանի վարույթում։ Անհասկանալի հանգամանքներում, չգիտես ինչ պատճառով, չգիտես ինչու, դատավոր Արմեն Պողոսյանը կալանքից ազատ է արձակում այդ սուտի գողական տխրահռչակ Ջունգլիներցի Արտյոմին եւ նրան ուղարկում է տնային կալանքի։ Այդ սուտի գողական Ջունգլիներցի Արտյոմը գտնվելով իր տանը տնային կալանքի տակ, չգիտես որտեղից ապօրինի եղանակով ձեռք է բերում զենք եւ խախտելով իր տնային կալանքի խափանման միջոցի պայմանները դուրս է գալիս իր տնից եւ իր մոտ ապօրինի պահվող այդ զենքից սկսում է կրակոցներ արձակել փողոցում եւ այդ գործը նույնպես ներկայումս գտնվում է նույն այդ դատավոր Արմեն Պողոսյանի վարույթում։ Գտնում եմ, որ իմ կարծիքով, իմ ողջամիտ դիտարկմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Արմեն Պողոսյանը ապօրինաբար է կալանքից ազատել այդ Ջունգլիներցի Արտյոմին, սուտի գողական տխրահռչակ Ջունգլիներցի Արտյոմին, քանի որ Ջունգլիներցի Արտյոմը բանտից դուրս գալով, այսինքն կալանքից ազատ արձակվելով, կատարել է նոր հանցագործություն եւ իր մոտ ապօրինի պահվող զենքից, հրազենից կրակոցներ է արձակել փողոցում, հասարակական վայրում, կրկին անգամ կատարելով խուլիգանություն։ Եվ կարծում եմ բոլոր ողջամիտ անձինք համաձայն կլինեն ինձ հետ, որ եթե դատավոր Արմեն Պողոսյանը այդ սուտի գողական Ջունգլիներցի Արտյոմին եթե չազատեր կալանքից, ապա նա մնալով ազատության մեջ չէր կատարի նոր հանցագործություն եւ իր մոտ ապօրինի պահվող զենքով կրակոցներ չէր արձակի փողոցում, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հիմա ես այդ կապակցությամբ կհազանգեմ ոստիկանություն եւ կբարձրաձայնեմ հանրային ձևով, կհանրայնացնեմ, կբարձրաձայնեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Արմեն Պողոսյանի կողմից այդ սուտի գողական Ջունգլիներցի Արտյոմին կալանքից ապօրինի ազատ արձակելու մասին, քանի որ գտնում եմ, որ դատավոր Արմեն Պողոսյանը սուտի գողական Ջունգլիներցի Արտյոմին, տխրահռչակ Ջունգլիներցի Արտյոմին կալանքից ազատ արձակելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները։ Հիմա ահազանգում եմ ոստիկանություն դատավոր Արմեն Պողոսյանի դեմ։ Մեկ երկու որն է տելահազանգը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներողություն, ես Եղինյան Էրիկն եմ, զանգահարում եմ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից, ցանկանում եմ ի պաշտպանություն ոստիկանների հաղորդել դատավոր Արմեն Պողոսյանի կողմից կատարված հանցագործության մասին, որը հանդիսանում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր։ Հիմա դեպքը հակիրճ նկարագրեմ ինչի մասին է խոսքը, ուրեմն
Վանաձոր քաղաքի բնակիչ գողական քրեական ենթամշակույթին հարող քրեական հեղինակություն համարվող ջունգլիներցի Արտյոմը բռնություններ գործադրել Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանի նկատմամբ այդ կապակցությամբ քրեական գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, մինչդեռ դատավոր Արմեն Պողոսյանը ակնհայտ ապօրինի որոշմամբ այդ գողական ջունգլիներցի Արտյոմին ազատել է կալանքից եւ մնալով ազատության մեջ ջունգլիներցի Արտյոմը կատարել է նոր հանցագործություն, իր մոտ ապօրինի պահվող զենքով կրակոցներ է արձակել փողոցում, հանրային վայրում, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։ Երբ կրակոցներ արձակել կասեք։ Կոնկրետ հստակ օրը չեմ կարող ասել, մի որոշ ժամանակ առաջ է դեպքը տեղի ունեցել, սակայն հավաստիացնում եմ, որ իսկապես նման դեպք տեղի է ունեցել, գտնում եմ, որ դատավոր Արմեն Պողոսյանը այդ գողական ջունգլիներցի Արտյոմին կալանքից ազատ արձակելով չարաշահել է իր պաշտոնական դիրքը։ Իսկ դուք ով եք հանդիսանում, որ Քաղաքացի, պարզապես բարեխիղճ քաղաքացի եմ, ով գնահատում է ոստիկանության աշխատանքը։ Այստեղ ոստիկանության ծառայող Վահրամ Խաչատրյանի իրավունքներն է խախտվել, քանի որ վերջինս պայքար է տարել հանցավորության դեմ, վնասազերծել է ջունգլիներցի Արտյոմին, ով նաև սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Վանաձորի հիվանդանոցում, այդ ժամանակ է բռնություն գործադրվել ջունգլիներցի Արտյոմի կողմից ոստիկանության ծառայող Վահրամ Խաչատրյանի նկատմամբ։ Այսինքն պետությունը հիմա չի գնահատում ոստիկանության ծառայողի անբասիր աշխատանքը, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձին դատավորը ակնհայտ ապօրինի ազատ է արձակում կալանքից գողականին, ով հարում է քրեական ենթամշակույթին եւ այդ գողականը մնալով ազատության մեջ եւս մեկ անգամ կատարում է հանցագործություն։ Ես հասկացա ձեզ։ Կասեք վերջին անգամ դեպքերը որ տեղի են ունեցել, որտեղ են տեղի ունեցել, կոնկրետ հարց է կարող եք նշել, թե Ձեր հարցին ավելի հստակ կպատասխանեն ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողները։ Այդ ժամանակահատվածը իրենք են տիրապետում։ Բարի, ընդունված է։ Նաև տեղեկացնում եմ, որ ահազանգի կողմից ձայնագրվում է, պետք է հրապարակեմ YouTube-ում եւ Facebook-ում, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այս ամենի մասին։ Բարի։ Եղավ, շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեսակ, ես ահազանգեցի ոստիկանություն եւ հայտնեցի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Արմեն Պողոսյանի կողմից այդ սուտի գողական ջունգլիներցի Արտյոմին կալանքից ապօրինի ազատ արձակելու մասին։ Նաև ցանկանում եմ հանրությանը իրազեկել հետևյալ տեղեկատվությունը, հետևյալ ուշագրավ տեղեկատվությունը, ուրեմն հատկանշական է այն հանգամանքը, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Պողոսյանի վարույթում ներկայումս քննվում է մեկ այլ քրեական գործ, որը կրկին անգամ առնչվում է քրեական ենթամշակույթին, մասնավորապես առնչվում է Ստեփանավանցի օրենքով գող Էռոտոմսկի մականունով Էրիկ Ջաղինյանին։ Անհասկանալի է, թե ինչու է դատավոր Արմեն Պողոսյանը այդ քրեական գործը քննում դռնփակ ընթացակարգով եւ այդ քրեական գործի հանրային դիտումը դատալեքս կայքում սահմանափակված է։ Սա Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայում կոնկրետ քրեական ենթամշակույթին, օրենքով գողերին առնչվող միակ, այսինքն եզակի դատական դեպքն է սա, որը քննվում է դռնփակ ընթացակարգով։ Մնացած բոլոր դատական գործերը, որոնք որ վերաբերվում են քրեական ենթամշակույթին, օրենքով գողերին, քրեական հեղինակություններին, դրանք բոլոր քրեական գործերը քննվում են դռնբաց ընթացակարգով։ Միայն կոնկրետ գողերին առնչվող, օրենքով գողերին առնչվող կոնկրետ սա եզակի միակ դեպքն է, որը քննվում է դռնփակ ընթացակարգով, որը նույնպես ես ապօրինի եմ համարում։ Դատավորները պետք է աշխատեն թափանցիկ, հատկապես քրեական ենթամշակույթին առնչվող քրեական գործերը պետք է քննվեն հրապարակային եղանակով, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այդ ամենի մասին։ Նաև նշեմ, որ բավականին տևական ժամանակ է ընթանում է այդ օրենքով գող Էռոտոմսկու վերաբերյալ դատաքննությունը, դատավոր Արմեն Պողոսյանի վարույթում, չգիտես ինչու տարիներով դատաքննությունը շարունակվում է եւ այդպես էլ մեղադրական դատավեճյուր չի կայացվում եւ ես չեմ զարմանա, որ դատավոր Արմեն Պողոսյանը այդ օրենքով գող Էռոտոմսկուն առնչվող քրեական գործով կայացնի արդարացման դատավեճյուր։ Դա ինձ համար զարմանալի չի լինի։ Նաև ցանկանում եմ նշել, որ նույն այս իմ կողմից հիշատակված տխրահռչակ ջունգլիներցի Արտյոմը, կոնկրետ այդ ջունգլիներցի Արտյոմի գործողությունների հետևանքով մահացել են նաև երկու անձինք ավտովթարի արդյունքում,
եւ դրանից հետո նույնպես այդ ջունգլիներցի արծումը մնացել է ազատության մեջ։ Այսինքն կոնկրետ Լոռու մարզի դատախազությունը, Լոռու մարզի քննչական վարչությունը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Պողոսյանը որևէ միջոցներ չեն ձեռնարկում, այս նախկինում որևէ միջոցներ չեն ձեռնարկել այս սուտի գողական տխրահարճակ ջունգլիներցի արծումին վնասազերծելու եւ կալանավորելու համար։ Երբ որ ջունգլիներցի արծումի գործողությունների հետևանքով այդ երկու քաղաքացին մահացան ավտովթարի արդյունքում, պետք է նրան այդ դեպքից անմիջապես հետո մեկուսացնեին հասարակությունից եւ որի արդյունքում ջունգլիներցի արծումի կողմից կատարվող այս նոր հանցագործությունները տեղի չէին ունենա։ Մինչդեռ այս ջունգլիներցի արծումին չեն մեկուսացրել հասարակությունից, թողել են նրան ազատության մեջ եւ վերջինս էլ մնալով ազատության մեջ անընդհատ կատարել է նոր հանցագործություններ։ Մասնավորապես տխրահարճակ այդ ջունգլիներցի արծումը մնալով ազատության մեջ Վանաձոր քաղաքի հիվանդանոցում սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքները հնչեցրել բժիշկների, բուժքույրերի, բուժաշխատողների հասցեին։ Այդ ժամանակ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանը վտանգելով իր կյանքը եւ կատարելով իր ծառայողական պարտականությունները, բարեխեղճորեն կատարելով իր ծառայողական պարտականությունները, վնասազերծել է այդ ջունգլիներցի արծումին, որի ժամանակ ջունգլիներցի արծումը բռնություն է գործադրել Վահրամ Խաչատրյանի նկատմամբ, որի արդյունքում Վահրամ Խաչատրյանին հաջողվել է ի վերջո վնասազերծել այդ ջունգլիներցի արծումին։ Այդ բռնություն գործադրված, այսինքն ջունգլիներցի արծումի կողմից Վահրամ Խաչատրյանի նկատմամբ գործադրված այդ բռնության վերաբերյալ քրեական գործը ներկայումս քննվում է նույն այդ դատավոր Արմեն Պողոսյանի վարույթում, անհասկանալի է թե ինչու է կոնկրետ ջունգլիներցի արծումին եւ օրենքով գողերին առնչվող քրեական գործերը ինչու է միշտ մակագրվում դատավոր Արմեն Պողոսյանին, ինչու չի մակագրվում մեկ այլ դատավորի։ Ես այստեղ նույնպես քողարկված միտում եմ տեսնում, կարծում եմ, որ բարձրագույն դատական խորհուրդը պետք է ականջալուր լինի իմ կողմից արծարծվող ողջամիտ դիտարկումներին եւ պետք է կոնկրետ դատավոր Արմեն Պողոսյանի վարույթում քննվող գողականներին առնչվող բոլոր գործերը պետք է հանձնարարվեն մեկ այլ դատավորի քննությանը, քանի որ կարծում եմ, որ դատավոր Արմեն Պողոսյանը օբյեկտիվ քննություն չի կատարում եւ կալանքից ազատ է արձակում այդ սուտի գողական ջունգլիներցի արծումին։ Նաեւ նշեմ, որ Վահրամ Խաչատրյանը, կոնկրետ Վահրամ Խաչատրյանի նկատմամբ գլխավոր դատախազությունը շինծու քրեական գործ էր սարքել, այսինքն այն ոստիկանը, ով բարեխեղճորեն պայքարում է հանցավորության դեմ, այդ ոստիկանի նկատմամբ, Վահրամ Խաչատրյանի նկատմամբ գլխավոր դատախազությունը շինծու քրեական գործ էր սարքել, որի բրդե Վահրամ Խաչատրյանը բռնություն է գործադրել մի քաղաքացու նկատմամբ եւ հակակոռուպցիոն քրեական դատարանը հանիրավի դատապարտել էր Վահրամ Խաչատրյանին։ Սակայն իմ կողմից այդ դեպքը պարբերաբար բարձրաձայնելու արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը մի որոշ ժամանակ առաջ ոստիկանության ծառայող Վահրամ Խաչատրյանի նկատմամբ իրավայցորեն կայացրեց արդարացման դատական ակտ եւ բնականաբար ես ողջունում եմ, որ արդարությունը վերջապես հաղթանակեց։ Ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները ականջալուր կլինեն իմ այս տեսանյութում արծարծվող ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները կգործեն բարեխեղճորեն, որպեսզի այդ տխրահարճակ սուտի գողական ջունգլիներցի արծումը պատասխան տա իր կողմից կատարված հանցագործությունների համար։ Թերևս այսքանն է, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։ Վերջում ցանկանում եմ հավելել, որ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանը իմ մտերիմ ընկերն է, ես հարգում եմ նրան որպես պարկեշտ ոստիկան, որպես բարեխիղճ ոստիկան, որպես հանցավորության դեմ անողոք պայքար մղող ոստիկան, ուստի ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում վնասազերծել սուտի գողական տխրահարճակ ջունգլիներցի արծումին կալանքից ակնհայտ ապօրինի որոշմամբ կալանքից ազատ արձակած Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Արմեն Պողոսյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ինքը նույնպես բարձրաձայնում էր, որ
Հայաստանում ցավոք սրտի մեր դատական համակարգում կան դատավորներ, ովքեր արդարադատություն չեն իրականացնում եւ կատարում են ապօրինություններ։ Ուստի եթե հանկարծ ազգային անվտանգության ծառայությունը չվնասազերծեց եւ չձերբակալեց դատավոր Արմեն Պողոսյանին, ապա ես կհամարեմ, որ դատավոր Արմեն Պողոսյանի կողմից սուտի գողական ջունգլիներցի Արտյոմին կալանքից ակնհայտ ապօրինի ազատ արձակելը հրահանգված է եղել հենց ազգային անվտանգության ծառայության կողմից։ Այո, ես ինձ իրավունք եմ վերապահում կատարել այսպիսի պատասխանատու հայտարարություն։ Հիմա տեսնենք, թե ազգային անվտանգության ծառայությունը որքանով կգտնվի իր բարձրության վրա եւ ազգային անվտանգության ծառայությունը կձերբակալի արդյոք կալանքից ակնհայտ ապօրինի ազատ արձակած, այսինքն սուտի գողական ջունգլիներցի Արտյոմին կալանքից ակնհայտ ապօրինի ազատ արձակած դատավոր Արմեն Պողոսյանին կձերբակալի արդյոք ԱԱԾ-ն թե ոչ։ Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը եւ ես այս դեպքը պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում եւ իմ YouTube-յան ալիքով պարբերաբար անդրադառնալու եմ այս դեպքին։ Նաեւ նշեմ, որ ի հեճուկս դատավոր Արմեն Պողոսյանի ես ներկայանալու եմ սուտի գողական ջունգլիներցի Արտյոմի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանում քննվող դատական նիստերին եւ իմ YouTube-յան ալիքով լուսաբանելու եմ այդ դատական նիստերի ընթացքը ի հեճուկս դատավոր Արմեն Պողոսյանի։ Այսքանը, շնորհակալություն։